Մենք փոքրամասնություն չենք, ովքեր նայելով Արարատին ոգևորվում են։ Հենց այս համոզմունքով է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը գրել «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի սցենարը։ Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի հայաթափման օրերի մասին պատմող այս ֆիլմը նկարահանել է Alpha Media House-ի Alpha Cinema Production-ը։ Ֆիլմը նվիրված է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ֆիլմի գաղափարը եւ նաեւ անվանումը Վիկտոր Սողոմոնյանինն է, մեր Alpha Media-ի հիմնադիրն է։ Կարծում եմ Alpha Media-ն չէր կարող իրեն թույլ տալ 110-րդ տարելիցը բաց թողնել ցեղասպանության, հետեւաբար որոշեցինք ֆիլմը նկարել։ Ես խորապես համոզված եմ, որ սա երևի արտահայտման լավագույն միջոցներից մեկն է եւ ամենակարևորը մնայուն միջոցներից մեկն է։ Իրական Հայաստանի ջատագով իշխանությունը փորձում է մոռացության տալ պատմական Հայաստանն ու հրաժարվել հայի ու հայկականի խորհրդանիշ Արարատ լեռից։ Կհաջողի այս գործում իշխանությունը, կհասնի արդյոք հայոց ցեղասպանության մոռացությանն ու ուրացմանը։ Այս հարցերին է անդրադառնում «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը։ Առնվազն կա հիմնավոր կասկած, որ մենք գործ ունենք փոքրամասնության իշխանության հետ։ Հասարակության մոտ նյարդային, այսպես ասած, խնդիրներ են, հարցեր են առաջանում, երբ որ իշխանությունները փորձում են մոռացության մատնել Արարատը եւ այլն, բայց մի բան է, երբ որ դու կարծիք ունես, որ սրանք փոքրամասնության իշխանություն են, հասարակության մեծամասնության դուրը սա չի գալիս, այլ բան է, որ դու պետք է միջոցներ ճարես, փնտրես, որ կարողանաս ձևակերպես, որ հասարակության իսկապես ճնշող մեծամասնությունը ինքը կողմ է պատմական որոշակի պատմական ինքնության պահպանմանը եւ ֆիլմը նաեւ սրան է ուղղված։ Երևան, Խորվիրապ, Գյումրի եւ հայ-թուրքական սահման, Մեղրաշատ գյուղ, սա նկարահանումների ոչ ամբողջական երթուղին է։ 10 օր պահանջվեց ֆիլմի նկարահանումները իրականացնելու համար եւ ըստ 10 օր տևեցին հետարտադրական աշխատանքները։ Մոռացության տրվող պատմական ու անհերքելի փաստերի, դեպքերի մասին պետք է խոսել անընդհատ, ասում է ֆիլմի ռեժիսորն ու պատմում իր զգացողությունների մասին։ Անհնարին թվացող էր առաջին հայացքից մոտենալ հայ-թուրքական սահմանին, այնտեղ կտեսնեք կադրեր, մոտենալ հայ-թուրքական սահմանին, նկարել սահմանագիծը եւ մեր կողմից, այսպես ասած, ցույց տալ Հայաստանը եւ Թուրքիան բաժանող սահմանը, բայց երբ որ դու մոտենում ես քո ցանկություններին արդար, այդ բոլորը հաղթահարելի են լինում։ Այնինչ տեղի ունեցավ հայերի հետ մեկ դար առաջ, ակտուալ է նաև այսօր, մտահոգ է ֆիլմի սցենարի հեղինակը։ Մենք ասում ենք հետևյալը, որ դու կարող ես հրաժարվել, ամեն ինչ կարող ես մոռացության մատես, բայց նրանք, ովքեր քո հետ խնդիր ունեն, ովքեր թշնամի են համարում, միևնույնն է դրանից հետո էլ քեզ աշխատելու են ոչնչացնեն, զրոյացնեն, քո պատմական, մշակութային այդ ժառանգությունը գետնին հավասարեցնեն։ Իսկ ինչ ու ինչպես անել, որ մեծ քաղաքականության մեջ Հայաստանին չոչնչացնեն։ Քո ազգային հիշողությանը, քո պետական կարմիր գծերին, պետական ինքնասիրությանը հավատարիմ մնալը, դա այն ամենակարևոր ճանապարհն է, որը քեզ պահում է մեծ քաղաքականության մեջ եւ քո վրա բևեռում է մեծ խաղացողների ուշադրությունը եւ քեզ տեղ է տալիս մեծ սեղանի շուրջ, այլապես դու այդ սեղանի շուրջ էլ չկաս։ Գովեստի խոսքեր եւ շնորհավորանքներ ֆիլմի սցենարի հեղինակին առաջինը հղում են իր զավակները՝ 9-ամյա Ամելիան եւ 7-ամյա Ադրիանը։ Պատմական փաստեր ու դրանց հիման վրա արված վերլուծություններ մոտ 1 ժամ տևողությամբ այս ֆիլմը կարևոր հարցերի պատասխաններ է տալիս։ Այս ֆիլմը մի շատ կարևոր մեսիջ տվեց։ Մենք կարող է փորձենք մոռանանք, որ մենք հայ ենք։ Թուրքը դա չի մոռանա։ Թուրքիայի համար ստիպված եմ ասել, մենք ընդհանրապես մատերիալ ենք։ Իսկ կընդունենք դա մենք ներքուստ, համակերպվենք դրա հետ, գլուխներս հնազանդ կգնանք եւ Թուրքի յաթաղանի տակ կպարկենք։ Թե ի վերջո կփորձենք հասկանալ, որ գիտեք ինչ կա։ Միակ հնարավորությունը փրկվել պայքարելն է։ Ֆիլմը դիտելու երկակի զգացումներով է, որտեղ ի վերջո այս ոլորտի մարդ եմ երկար տարիներ եղել, ու մտքումս հիշում է, որ տարիներ առաջ փաստագրական ֆիլմեր էի պատրաստել հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց ես երջանիկ էի, որտեղ այն ժամանակ
հաղթանակած Հայաստանի հայացքով էր այդ ֆիլմերը։ Հիմա ցավոք սրտի այդ կոտրվածությունը, ջարդվածությունը, պարտության զգացումը ամբողջությամբ ֆիլմում արտահայտված էր եւ իրականում ամենամեծ ողբերգությունը, որ ֆիլմի հարցադրումը արդյոք այս պարտված իշխանությունը Արարատից հրաժարվելու է թե չէ, մենք այնքան ենք պարտության մեջ կահավիժել, որ հասել ենք նման ուղղակի ստորագույն երկընտրանքի։ Հեղինակները պարտավորված են այդ հարցադրումը դնեն, որովհետև այդ հարցադրումը այսօր ամենօր մեր կյանքում կա։ Ավետյաց լեռը ֆիլմը ապրիլի 23-ից հասանելի կլինի Alpha News-ի սոցիալական հարթակներում հայերենով եւ ռուսերենով։